առաջարկում ենք Հայաստանում բջջային հեռախոսների email կոդերի միասնական համակարգներ դնել։ Դարձում է շատ ավելի վերահսկելի մեզ, ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում։ Նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ։ Ինչի եք անձնական տվյալներ ուզում։ Կամբոջական, թուրքական, հնդկական, ռուսական մոդելն եք ընտրել Եվրոպայում տարածված հիմնական մոդելի փոխարեն։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է փոփոխ կոտրել։ Կառավարությունը ցանկանում է բջջային հեռախոսների email միասնական համակարգներ դնել։ Գործադիրի հավաստիացմամբ այս ոլորտում վերահսկողության բացակայությունը մի շարք խնդիրներ է ստեղծում, մասնավորապես չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված email կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, նաև անվտանգային ռիսկեր առաջացնում։ Հայկական շուկա մեծ քանակի չմաքսազերծված հեռախոսներ են բերվում, որքանով է հիմնավոր գործադիրի պատճառաբանությունը։ Կասկած ունենալու համար, որ այլ նպատակ կա, դեռ սկզբի համար պիտի հստակ լինեն այն նախնական նպատակները, որ մի հատ էլ կասկածենք, որ դա կարող է վերազանցեն կամ սահմանազանցեն։ Այս փուլում առաջին նախապայմանը ապահովված չի, չկա այդ նպատակների ամբողջական շրջանակը։ Այստեղ խնդիր կա հենց նախաձեռնության ու առհասարակ օրենքի նախագծի հիմնավորման հետ։ Հիմնավորումները բավարար չափով որոշակի չեն, երբեմն կան հիմնավորումներ կամ որպես հիմնավորում ներկայացվող պատճառաբանություններ, որոնք ընդհանուր են կամ անորոշ են կամ անսահմանափակ են։ Օրինակ թվային այլ ծառայություններ մատուցելը շատ հաճախ մարդկանց համար ու ինձ համար նույնպես անհասկանալի է, թե դրա տակ ինչ է մտնում։ Իհարկե կառավարությունը իր պարզաբանման մեջ օրինակ է բերել, բայց օրինակ բերել ինքնին վկայում է նրա մասին, որ նման արտահայտություններ ու նման հիմնավորումները չափազանց ընդհանուր են։ Ու այստեղ մի խնդիր էլ կա, որ իհարկե ցանկացած երկիր կարող է եւ պիտի պայքարի մաքսանենք ճանապարհով ապրանքների ներմուծման դեմ, բայց այդտեղ համաչափության հարց է բարձրանում, թե որքանով է անհրաժեշտ հենց այսպիսի տվյալների շտեմանան ստեղծել այդ նպատակին հասնելու համար։ Ինչ ռիսկեր է պարունակում email միասնական համակարգի ստեղծումը քաղաքացիների համար։ Նախ ցանկացած օրենքի ճակերտներում ասած կտոր, ցանկացած նախաձեռնություն, դրույթ, օրենք հենց ինքնին, որը նախատեսում է մարդու տվյալների հետ որևէ գործողություն, պիտի մշակվի եւ ձևավորվի տվյալների հետ վարվելու հիմնարար կանոններին, սկզբունքներին համապատասխան։ Ու ցանկացած այնպիսի նախագիծ, այնպիսի օրենք, այնպիսի կարգավորում, որը չի համապատասխանում այդ կանոններին, ինքնին ունի ռիսկեր տարբեր իրավունքների, տարբեր միջամտության տեսանկյունից, որոնք կարող են կապված լինել մարդկանց տվյալների անօրինական օգտագործման հետ։ Որ շատ չծանրաբեռնենք մարդկանց, ապա մի պարզ օրինակ կարելի է ներկայացնել, այս շտեմարանը յուրօրինակ white list է, այսինքն այնտեղ ներառված email-ները օրինականության կանխավարկածով են ներառվում, որևէ email եթե օրինական չի, ապա դրա կողքին նշում է արվում ու այն բոլոր email-ները, այն սարքերը, որոնք չեն լինի այս ցանկում կամ մակնշված կլինեն որպես ոչ օրինական, ծառայություն չեն ստանա։ Սա նշանակում է, թե որևէ մեկը անօրինական հասանելիություն ստացավ այս համակարգին կամ անօրինական հասանելիություն ստացավ այն գործիքին, որով մակնշում են email-ները որպես օրինական կամ անօրինական, ապա կարողանա օրինակ սահմանափակել իմ կամ ձեր ծառայությունը։ Սա շատ պարզ տիպիկ մեկ դրվագ է դրա։ Ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ email կոդերից զատ մշակվելու են քաղաքացիների անձնական տվյալներ, մինչդեռ հուլիսի 1-ին տարածած պարզաբանմամբ կառավարությունը հավաստիացնում է, թե շտեմարանում պահպանվելու է միայն հեռախոսի email կոդը, առանց անձնական տվյալների։ Հակասություն չկա։ Այս պահին շտեմարանը ենթադրում է email-ների եւ email գրանցողների մասին տեղեկություն, այլ ոչ թե օգտագործողների, բայց գրանցողները նույնպես այս օրենքի նախագծի տրամաբանությամբ կարող են լինել նաեւ ֆիզիկական անձիկ, դրանք հեռախոս ներմուծող անհատ ձեռնարկատերերն են, իրենք ֆիզիկական անձիկ են, մարդիկ են, ինչպես նաեւ են օգտագործողները, ովքեր անձնական նպատակով անձամբ կամ որևէ փոստային կամ այլ ծառայության միջոցով հեռախոս բերեն Հայաստան հենց իրենց օգտագործման համար։ Իրենք նույնպես մարդիկ են ու ըստ օրենքի նոր խմբագրված հասկացության այդ մարդկանց, այսինքն գրանցողների տվյալները շտեմարանը պիտի ներառի։ Հետևաբար այստեղ օրենքի տեքստը չի ասում այն, ինչ ասում է կառավարությունը, օրենքի տեքստը համադրելի չէ կառավարության ասածի հետ, նշանակում է, թե կառավարության մտադրությունը անձնական տվյալներ չմշակելն է, ապա օրենքը այս տեսքով ընդունելի չէ ընդհանրապես։ Եվ օրենքում մի դրույթ էլ կա, որտեղ նշված է, որ շտեմարանի ձևավորման նպատակով բջջային կապի օպերատորները ադմինիստրատորին փոխանցում են բառացիորեն իրենց հաճախորդների անձնական տվյալները։ Հետևաբար այս նախագծում կա ուղղակի վկայակոչում անձնական տվյալների մշակման վերաբերյալ։
Կառավարությունը հայտարարում է, թե նախագիծը մշակվել է միջազգային փորձի հիման վրա, որ երկրներն են իմեյ միասնական համակարգներ դրել եւ ինչ հիմնավորմամբ։ Այդ երկրները այնպիսի երկրներ են, որոնք համադրելի չեն այն իրավունքի մշակույթին, որ ունենք մենք, օրինակ եվրոպական իրավունքի մշակույթին, այդ երկրներն են օրինակ բոլորովին վերջերս միացած Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Նեպալը եւ այլն, նմանատիպ երկրներ են այդ ցանկում, Ղազախստանը, դա չի կարող համարվել լավագույն միջազգային փորձ, եւ այստեղ հարցը միայն երկրների անունների վկայակոչումը չէ, դա փաստարկ է նրա, որ այս մոդելը, որ կարգավորման առաջարկվում է, համադրելի չէ այն լավագույն փորձին, որտեղ կարևորվում են մարդու իրավունքներին չմիջամտելու երաշխիքները կամ տվյալների պաշտպանությունը։ Ինչպես կարելի է կանխել ապօրինի ճանապարհով բջջային հեռախոսների ներմուծումը։ Կառավարության առաջարկած լուծումը լավագույնն է, ինչ է ցույց տալիս զարգացած երկրների փորձը։ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի ղեկավարը նախագահ Ներսես Երիցյանը հարցազրույցի ընթացքում ասում են, որ անձնական տվյալներ չեն մշակվելու այս կոնտեքստում ու խոսք է գնալու բացառապես սարքերի իմեյլների մասին։ Այստեղ իրականում, եթե իրավական տերմինաբանությամբ ասենք, խոսք է գնում ապանձնավորված շտեմարանի մշակման մասին, երբ չկան մարդու տվյալներ։ Եվ համեմատության մեջ եթե նայենք, ունենք մի շտեմարան, որը անձնական տվյալներ է պարունակում, եւ երկրորդ շտեմարանը, որը անձնական տվյալներ չի պարունակում։ Երկրորդի մոդելը ընտրելը, ապանձնավորված եղանակով կամ առանց տվյալների մշակման շտեմարաններ ստեղծելը շատ ավելի երաշխիքային միջոց է նույն նպատակին հասնելու, համաչափ միջոց է նույն նպատակին հասնելու, քան անձնական տվյալներով առաջին տարբերակ ընտրելը։